Հայաստանում չի կարող ընդդիմություն լինել Պուտինը, հասկանում եք։ Այս մարդիկ պարզապես կուրորեն ինչ որտեղ էլ պատանդի կարգավիճակում սպասարկում են Ռուսաստանի կայսերական շահերը Հայաստանում եւ Հայաստանի հաշվին։ Նրանց չի կարելի ապրիորի համարել որպես ընդդիմություն եւ ասպարեզ տալ որպես ընդդիմություն եւ ընդդիմախոսել նրանց բովանդակային առումով։ Նրանց դեմ պետք է կիրառվի օրենք։ Հայաստանում չի կարող լեգալ ձևով վիճարկվել Հայաստանի սուվերենությունը, չի կարող վիճարկվել խաղաղությունը, չի կարող Հայաստանում լեգալ ձևով պայթեցվել խաղաղություն։ Որ ուժերն են, որ եկան թե չէ պատերազմա սկսվելու, պարոն Մերաբյան։ Ես տեսնում եմ այսօր ակնհայտորեն 3 սուբյեկտի, որոնք սպասարկում են Ռուսաստանի շահերը եւ հանդես են գալիս այսօրվա դրությամբ գոյություն ունեցող պայմանավորվածությունները ռևիզիայի ենթարկելու դիրքերից, որոնք անխուսափելիորեն տանելու են պատերազմի։ Դրանք են Ռոբերտ Քոչարյանն իր դաշնակցության հետ, Գագիկ Ծառուկյանն իր խմբավորման հետ եւ Սամվել Կարապետյանը իր այդ խմբավորման հետ։